Փառք եւ բարապանություն գմդոցանենք մեր Սուրբ Աստծուն, որ մեզի բահեց եւ բահպանեց եւ շաբաթ միևս յանք շնորհեց, որովհետեւ կանք եւ փառավորենք իր Սուրբ անունը։ Հիսուս կխոսե դեպյալ ավետարանը սկուգասու 6-րդ գլխուն 46-49-րդ համարի մեջ։ Ինչու զիս դեր գգաչեք ու սած բաներս չեք կդարեր։ Այսօր դերևս հազարավորներ կան այսպես։ Այն օրը ինձ գուկակ եւ իմ խոսքերս գլսեք, անոր իմ խոսքերս գլսե ու զանիգա գդարե, ցեզի ցցնեմ թե որու գնամանի։ Անիգա դուն շինո մարտումը գնամանի, որ փորեց խորընկծուց ու հիմա վեմի վրա տրավ եւ ճուրերը հորտած հորտեցան ու կեդերը զարգին այն դանը ու չգրցան զանիգա շարժել վասնզի վեմի վրա հաստատված է։ Բայց ան որ իմ խոսքերս գլսե ու չի գդարեր գնամանի այն մարդուն որ հողի վրա առանց մի դուն շինեց որուն զարգավ կեդը եւ ճուրը եւ փլավ այն դանը գործանումը մեծ էր։ Երկու անձնավորություններու նկարակիրներ կար դա այդ ասված։ Եվ ինչ կսե իմ խոսքերս գլսե եւ կգադարե, իսկ մյուսը գլսե եւ չի գադարեր։ Հիմա այս երկու ներկայությունները նաեւ գարտանք ուրիշ տեղը եւ նայենք որ որոնք հնազանդ եղան Հիսուսի եւ Աստծո։ Ավետարանը սկուգասու առաջինորդ գլուխ 35-րդ համարը պիտի գարտամ։ Ասի հնազանդ եղող օրորդ մներ։ Մարիամ ըսավ հրեշտակին, ինչպես պիտի լա այդ բանը, որովհետև ես այր մարդ չեմ գիտեր։ Հրեշտակը պատասխան տալով ըսավ անոր, Սուրբ Հոգին պիտի կակեզի ու բարձրյալին զորություն ու կվրատ Հովանի պիտի լա, ուստի այն քեզմե զնանելու Սուրբը Աստծո որդի պիտի կոչվի։ Նայեցեք Մարիամին պատասխանը։ 38-րդ համար։ Մարիամ ըսավ. Ահա ես Տերոջը աղախին եմ, քու սադիտ պես թողլա ինձի, ու հրեշտակ անոր կովեն կնաց։ Ուրեմն Մարիամը լսեց եւ հնազանդեցավ, ուրախությունով ընդունեց եւ հայտարարեց։ Հիմա ուրիշ մեկն ալ գա իրենպես։ Ծնունդոց կրկին 13-րդ գլխուն 1-4 համարները։ Այն երկրին մեծ սով եղավ եւ Աբրահամ Եգիպտոս իջավ հոն բան տխտանալու համար, վասնզի այն երկրի մեջ սովը սաստիկ էր։ Երբ Եգիպտոսի մոդեցավ, իր գնոց Սարայի եսավ, ահա գիտեմ որ դու գեղեցիկ տեսքով գին մնի ես։ Եվ թերևս երբ Եգիպտացիները քեզ տեսնեն, ասեն ասիգա անորգինն է, ուզիս մերցնեն, բայց քեզ ոչ թողուն։ Իսկ արդալի 29 գլխուն առաջինն 4 համարներն են։ Եվ դեռ ասավ Աբրամին. Քու երկրեդ եւ քու ասկականներդ ու քու հորդ դունեն կնա այն երկիրը որ ես քեզի պիտի ցցնեմ։ Հիմա Աստված նորեն հրաման կուտա Աբրահամին որ այդ երկրեն դուրս էլ իրան ասկականներուն կովեն։ Խոստումը երկրորդ համար 13-րդ գլուխ քեզ մեծ ասկ պիտի անեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի մեծնեմ ու տուն օրհնյալ պիտի լաս։ Քանի օրհնություն տվավ Աստված Աբրահամի մեծ ասկ պիտի անեմ, քեզի պիտի օրհնեմ, քո անունդ պիտի մեծնեմ ու տուն օրհնյալ պիտի լաս։ Երրորդ համար քեզ օրհնողները պիտի օրհնեմ ու քեզ անիծողները պիտի անիծեմ ու երկրի բոլոր ասկերը քեզմով պիտի օրհնվին։ Աբրահամ կնաց ինչպես Տեր իրեն ասեր էր, Հովնալ անոր հետ կնաց, Աբրահամ 75 տարեկան էր, երբ Խարանին ելավ։ Աբրահամ հնազանդեցավ
Ոյ մեկ հագաջարություն չրավ, լսեց ասացած իրեն եւ ջամփայելով, ինչպես որ Մարիամ լսեց, օրտնվեցավ եւ Քրիստոսը ծնավ։ Աբրահամն ալիլավ, իր գինը արավ եւ Եգիպտոս ջամփա գնաց։ Ասոն քնազանդողներն են։ Հիմա պիտի գարտամ եւ պիտի տեսնենք, որ ուրիշ ինչ տեսակ մարդիկ կան Հիսուսի հետևողներն։ Ավելանը սուգասու 11-րդ գլուխ 4-րդ համար, 11-րդ գլուխ պիտի գարտամ 14-ին 20 համարները։ Հիսուս թեև մգահաներ մեկեն, որ համր էր։ Հիսուս ասորաշման է։ Մեկը թեև գահան է, որ համր էր։ Եվ թեև ելավ, համր խոսեցավ եւ ժողովուրդը զարմացավ։ Հիսուս խոսեցավ, թեև ելավ, համր էր, խոսելով սկսավ։ Բայց անոնց մեկ կանիները ասին, ադիգա թևերուն Բեելզեբուղի իշխանության միջոցով թևերը գահանե։ Հիսուսի ըրած հրաշքը փոխեցին եւ ասին, որ ասկա թևերով իշխանություն գնե որ։ Դեկադության մարմնացում նայեցեք Հիսուս ինչ կպատասխանե։ Ուրիշները փորձելով երկինքեն նշան մուգուզեին անգե։ Ասիղած հրաշքը չի բավերգոր իրենց արջև, դերգսյան որ ուրիշ երկինքեն հրաշք մարե։ Բայց Հիսուս գիտնալով անոնց խորհուրդները ասավ անոնց. ամեն թակավորություն իրեն թեմ բաժնված կավրվի եւ դունը իրեն թեմ բաժնված կգործանի։ Հաբա եթե սատանան իրեն թեմ բաժնված է անոր թակավորություն ինչպես պիտի գնա, որովհետեւ գսեք թե Բեելզեբուղի թևերով գահանեմ։ 34-րդ համարեն Անոնք են, որ լսած են և խոսքը մտի չեն հրած։ Հիսուս կտարնան օրեն գխոսի, մարմին ջրակը աչկն է, ուստի երբ աչկդ բարզ է, փոլոր մարմին դալ լուսավոր գլա, բայց եթե աչկդ վադ է, մարմինը տալ մութ գլա։ Ասմարտոց աչկը մութ է և խավարի մեջ են։ Ուրեմն ինչպես որ են, աչկը ինչպես որ է, այնպես կհարդահայտվի։ Հիմա նույնն է։ Հիմա ամեն մարդ միևնույնն է։ Իր աչքը ինչ որ գտեսնե եւ ինքը ինչպես որ մարմին մեջը հավատ կամ ունի կամ չունի, իրեն գենցաղավարությունը, իրեն հարդահայտությունը կվավերացնե իրեն խորհուրդը եւ իրեն հավատքը։ Ուրեմն Սկուշ կեցիր, որ քո մեջ եղած լույսը խավար չլա։ Լույսը ով է, մեր հավատքն է, որ Քրիստոսի վրա մենք ունենք։ Ուրեմն աս լույսը, եւ որ ունիս, Քրիստոսը ունիս։ Արդյոք քո բոլոր մարմինը լուսավոր է եւ մութ մասը չունի, բոլորն լուսավոր գլա, ինչպես երբ ջրակը իր փայլունությունով քեզ լուսավոր է։ Երկնային տակավորը իբր լույս աշխարհ եկավ, բայց խավարի մտքով եղող մարդիկ, որ աչքերնին դակավին մութ է, կխոսին ինչպես որ իրենց աչքը գտեսնեն մտությունով, որտեղ իրենց մտքերնին հավատքեն դուրս է, ավելի թադաբարդելու վրա են, քան թե ընդունելու վրա։ Հիմա պիտի գարտամ Սամուել ներողություն, Արագած 4-րդ գլուխ 20-27 համարները։ Արագած 4-րդ գլուխ 20-27 համարները։ Որտյագիմ Մդի գրեեմ խոսքերուս Քուագանցներդ իմ խոսքերուս դուր Անոնք քո աչքերուդ արջևեն թող չհեռանան Զանոնք քո սրտիդ մեջ բահե Բազնսի անոնք կյանք եւ զանոնք գտնողներուն եւ անոնց մարմին բժշկություն Հիմա հոս բժշկության մասին բամը գխոսի Հիսուս հետաքրքիր համարմն է Վարսեզի անոնք կյանք են ու զանոնք գտնողներուն եւ անոնց մարմին բժշկություն Մարմին բժշկության մասին գխոսի գոր Հիսուս Անոր որոն աչքը մութ է եւ լավ չի տեսներ
բժշկություն չունի։ Բայց ան որ լույս ունի իր կյանքին մեջը եւ հավատք ունի Քրիստոսի վրա եւ այս խոսքերուն համաձայն մդիկ կնե դերոջ խոսքին ու ագանչները կփանա եւ մդիկ կնե եւ անոն քո աչքերուդ արչեւ թող չհերանան քո աչքի դարչեվեն ան խոսքերը թող չհերանան Քրիստոսի բարերը թող չհերանան աս բարերն թող չհերանան քո արչեվետ ասոն իմ խոսքերս չեն դերոջը խոսքերն են երբ որ չհերանան քո աչքերուդ արչեվեն զանոն քո սրդիդ մեջ բահե ինչ պիտի բահենք մեր սրդի մեջ Չնեմ որ մեր փերանի մեջ պիտի բահենք կերագորը որ գրնան Գաբրիել ստամոքսին գրգելով բայց մեր սրդին մեջ որ մենք չենք տեսներ ինչ կրնանք բահել սրդին խորհուրդները մտքին արդահայտությունով հայտնի գլա որ մարդուն սրդի խորհուրդները ինչ են Վասնզի գսե եթե դու քո սրդիդ մեջ կբահես այս խորհուրդներս անոն քեզի ցանկ պիտի դան եւ անոնց մարմին բժշկություն պիտի լա Ուրեմն, երբ որ սրդիդ մեջ կբահես որ իր խորհուրդները կնշանակե որ բժշկական թեղմ ունիս հավատքով քո սրդիդ մեջ Ինչպես իվանտ կլաս դոկտորը քեզի թեղմ ուգդա, ասիկ Աստված կսե որ եթե իմ խոսքերս քո սրդիդ մեջ պահես եւ այդ խոսքերուն համաձայն ապրիս այն ադեն քո մարմինը բժշկություն պիտի ունենա խաղաղության մեջ պիտի լաս Ամեն ըսկուշությունով քո սիրտդ բահե Քանզի կյանքին աղբյուրները անգեգ են Մարդուն կյանքին աղբյուրները սրդեն կան որովհետև խորհուրդները սրդին զարգը առաջնորդությունը մարմին ամեն բան սրդի զորությունով է Ձուր պերանը քեզմե մեկտիր է Ինչ կնշանակե ձուր պերան Ձուր պերան կնշանակե Շիդագը գտեսնես սուտ կխոսիս Շիդագը ասիգա է բայց տոնադիգա գծրես եւ դարբեր կխոսիս Մենք այսօր այս աշխարհի վրա շատ ղեկավարներուն պերանեն գլսենք շատ բաներ Հարցակնություն մգնենք կսենք որ ասմարտուն որչափ ըսածը շիդագ է Ասմարտը որչափ շիդագ խոսի Հարցակնություն ունենք մենք մեզի ու աներավ շրթունքները կեզմե հեռացուր աներավության շրթունքներն ալ հեռացուր կեզմե քու աչքերդ ուղիղ տոնային ու արդևանունքներդ շիդակ դեպի արջևը տողլան այսինքն կալած ադենդ շիդակ ճամփուտ մեջ կալե քու խորուրդդ շիդակ ուղությամբ լույսի մեջ առաջնորդ է այսինքն դերոջը խոսքը քու սրդիդ մեջ թիր Անոր հավատքը քու կյանքիդ քայլերուն արջևը թիր որբեսի դու գրնաս այն հավատքով քալել ինչ որ Հիսուս քալեց այս աշխարհի վրա ադիգա է քու ժառանգությունը տերտնային տակավորությանը սկսելու Ոտքերուդ շավիգները շտկե եւ քու բոլոր ջամփաները պիտի հաստատվին Ոտքերուն ջամփաները շտկե եւ քու ոտքերուդ ջամփաները պիտի հաստատվին կնշանակե որ երբ որ ոտքերդ սկսին ձուր երտալ Այսինքն սխալ դեղեր երտալ Այն ադեն գշվարիս կսես որ արդյոք շիդակ ճամփանուր մնաց Գործվեցար Բայց եթե դորոջը խորհուրդ ու սրդիդ մեջն է եւ գիտես որ ուղի ճամփու մեջ մի դարաշնորդ է քու խորհուրդներդ որ գնաս շիդակ ճամփու մեջ մնալ շիդակ ճամփան երկնային տակավորության ճամփան է ասի է բոլոր խոսքը Աչ կամ ցաղկոմը մի խոդորիր Մեմա ասոր մեմա անոր Ասոր հավադամ, ասոր չհավադամ, անանգնեմ, անանգ չնեմ, աստեսակ շվարուտներ մեջդ մի բերեր Եվ ոտքը չարոտեն է դարձուր Երբեք չարպան չխորիս որ այդ ճամփան կալես Երբեք այս աշխարհի վրա ապրող ոչ մեկ անձնավորություն իրավունք չունի ոչ մեկ չարպան խորելու ուրիշ անձի մասին իրավունք չունի Հիմա Հակոբու կրկեն պիտի գարտամ եւ նայենք որ Հակոբուն ինչ կսե Հակոբու կրկին 4-րդ գլուխը 6-13-րդ համարները
Սակայն ավելի շնորհք կուտա անոր համար գսե Աստված ամփարդավաններուն հագարակ կգենա, բայց խոնարհներուն շնորհք կուտա։ Ամփարդավանությունը շատ քեշ է։ Ամփարդավանությունը ինչ կնշանակի։ Ամեն բան գիտե։ Իրեն heç բան չես կնասել, որ սխալ է, որ պետք է շտկվի։ Ամփարդավան է, ինքը բարդ է։ Ինչ որ մտքեն գասնի, ինչ որ գուզե անել գնե եւ իր որոշումները մի չդագեն եւ դու պետք է հետևես։ Եթե չհետևիս, քեզի գրնա տադաբարդել, քեզի գրնա ամեն բան անել։ Ամփարդավան է։ Բայց խոնարհներուն շնորհք կուտա։ Բայց Աստված անոր խոնար է, Աստված անոր շնորհք կուտա։ Ուստի հնազանդեցեք Աստծո, Սատանային հագարակ կեցեք եւ անիգա ցեզմե պիտի փախչի։ Ասի շատ մեծ խնդիր է։ Հնազանդենք Աստծո, ինչպես պիտի հնազանդենք Աստծո։ Ինչին պիտի հնազանդենք Աստծո ինչին պիտի հնազանդենք։ Ինչ կրված է որ կրնանք հնազանդել Աստծո։ Երբ որ մենք հնազանդենք Աստծո, արդեն հագարագորտը մեզ մե պիտի փախչի, քանի որ մենք խորհուրդներով ճշմարիտ ենք, արդար ենք եւ մեր ջանքում մեջ դերոճմով գկալենք։ Հագարագորտը պիտի փախի, քանի որ դեր պիտի չի գտնա որ մեր մեջ մտնե որբեսի մեզ խարփալի։ Ուստի հնազանդեցեք Աստծո, Սատանայի հագարակ կեցեք եւ անիգա ցեզմե պիտի փախչի, Աստծո մոդեցեք, անիգա ցեզի պիտի մոդենա։ Որը մոդենանք, Աստծո մոդեցեք, անիգա ցեզի պիտի մոդենա։ Աստծո մոդեցեկը վերացական թող չի տվի։ Ինչպես կրնաս Աստծո մոդենալ։ Բարս բամը բիդեսեմ։ Աստծո մոդենալը որոշումով է։ Անցյալները ես հաց մարի ցերկս, երբ որ բադանի էի, աղոթեցի, որ ուդեմ, ճաշի ադեմ, միտքս եկավ հին երկրի մեջ, բադանի եղած ադենս, ալևոր մարդ մգար, եւ ես իրեն գտիդեի, փողոցնեին ինքը պամը բիդուդե, հաց արավ, համբուրեց, վերջը գերավ։ Իբր մարդ, ես բադանի էի, զարմացա, որ այդ մարդը հիմակվա իմ դարիքս ուներ այն ադեն, հացը համբուրեց և գերավ։ Ձեզի բան մսեմ, փորձեցեք։ Դուք փորձեցեք անոնք, որոնք մտիկ կնեն ասված կամը։ Օրը փորձեցեք, հացը բռնեցեք, համբուրեցեք, շնորհակալություն տվեք Աստծո, որպեսզի անոր ներկայությունը զարմանալի կերպով իր հասկանաք։ Երբ որ դու հացը կհամբուրես, կնշանակի, որ Աստծո շնորհակալություն կհայտնես, որ այս հացը քո սեղանիդ վրա դրավ, որ միլիոնավորներ չունին ուտելու համար։ Բայց մենք, քանի որ մենք ամեն բան ունենք, երբեմն անպարտավորությունը մեր մեջ կմտնի, ուրեմն շնորհակալություն հայտնելը կմոռնանք։ Աստված այդ արևը տվավ, ծորենը ցանվեցավ, մեծավ եւ այսօր իմ սեղանիս վրա եղավ այն հացը, որ դերը շնորհեց եւ տվավ։ Շնորհակալությունը գնեմ, կբռնեմ հացի եւ օդը կբռնեմ, շնորհակալություն գայտեմ այն Աստծո, որ ասացի իմ ցերկս տվավ, որ գրնամ ես ասիգա ուդել եւ ապրիլ իր парքին համար։ Համբուրել է իսկ մեծ շնորհակալության արդյունք մնե, եթե խոնարհություն ունի սադենելու Աստծո համար։ Ոչ թե թունքես ցցնելու համար, որ դու հացը համբուրեցիր, ոչ։ Այլ շնորհակալության հոգիով, Աստծո առջև, փառք տուր իրեն, որ այդ հացը քո սեղանիդ վրան է։ Երկրորդ փառք տուր իրեն, որ դու առողջ ես եւ կգրնաս ուտել այդ հացը։ Շատ արգան որ չեն գնալ ուտել։ Քո շնորհակալությունը Բիդի հայտնե Աստծո, որ դու գուզես իրեն մդերի մլալ։ Հայրեմ ես քեզի գուզեմ մդերի մլալ։ Իմ խորհուրդներովս, իմ արարքներովս գուզեմ քեզ ներկայացնել։ Գուզեմ ցույց տալ իմ զավակներուս, գուզեմ ցույց տալ իմ տորիններուս, գուզեմ ցույց տալ իմ տրացիներուս, ասկականներուս, ժողովրդիս,
որ ես կսիրեմ քեզ, բայց ինչպես կրնամ հայտնել, որ կսիրեմ։ Հացը համբուրելու կարելի է, որտեղ շնորհակալություն կհայտնես, որ ադիգա ունիս։ Մասկա շատ բարձ բաներ։ Աստծո մոտեցեք, wanneer ցեզի պիտի մոտենա, ով պիտի մոտենա, Աստված ինձ պիտի մոտենա։ Սրբեցեք ձեր կրնիտ մեղավորներ եւ մաքրեցեք սրդերնիտ երկմիտներ։ Գասկածամտության մասին գխոսի։ Սրբեցեք ձեր կրնիտ մեղավորներ եւ մաքրեցեք սրդերնիտ։ Քու ցերքիդ կորձերը միան տուն գիտես։ Heç մեկը միշին ցերքին կորձը չգիտեր։ Ինչ տեսակ կորձը, ինչ տեսակ կաշխատի, կողնա չի կողնար, որոշումներուն հանդեպ։ Եվ երկմիտներ։ Ոնց ցեզի պատմություն բերի պատմամաս երկմիտներու առնչությամբ։ Շատ տարիներ առաջ Կեմպբել անունով անգլիացի վաճառական մը Եթովպիա գնաց արևդրական գործում։ Տեղական ոստիկանությունը կասկածեցավ։ Ինչ եղավ? Կասկածեցավ, երկու մտքի վրա եղավ այս մարդու մասին։ Որ այս մարդը լրդես կրնալ լալ։ Ուստի ցերպակալեցին զայն ու Մագդալայի փերտին զնդանին մեջ փանդարգեցին։ Ինչ համար փանդարգեցին? Որովհետև կասկածեցան։ Երկու մտքի վրա եղան։ Մարդը արին փանդարգեցին։ Մարդը վաճառական է, ինչ կորց չունի, ուրիշ կորց չունի։ Վաճառականության կացած։ Անգլիացի մնի։ Երկար փնդորդուքեն յետքը անգլիո կառավարությունը հասկացավ եղելությունը։ Մարդը անգլիացի հասկացան, որ այս մարդը մեջտեղ չի գա, փնդրող գա, հարցունող գա կառավարության, այս կողմ կնաց, ինչ եղավ եւ այլ։ Եվ անգլիական կառավարությունը պահանջեց Եթովպիայի կառավարությանեն, որ անմիջապես ազատ արձակե փանդարգյալը։ Սակայն Եթովպիայի թագավորը Թեոդոր անպարտավորությամբ, ինչ կարտացին քիչ առաջ, անպարտավորություն, հվարդություն, ինքը շիրակը գիտե, միշտեր կասկածամտությունով մարդը փանդխոտեց։ Անպարտավորությամբ մերժեց կոհացնել այս պահանջքը։ Այսօր վրա անգլիո կառավարությունը որոշեց բռնի ուժ գործածել այս ազատագրությունը կարելի դարձնելու համար։ Լավագույն զինվորներն 10,000-նոց բանակ կազմվեցավ եւ զրահավորները ճամփայելան դեպի Եթովպիայի ճուրերը։ Հիմա որոշում առնվեցավ Անգլիայի կառավարության կողմանի, որ մարդը պիտի ազատագրեն։ Ժամիետ հասան փերտին ամենամոտ ծովեզերքը եւ ամիջապես ցամաք ելելով գիզիչ արևին դակսկսան մակլցիլ տեպի փերտը, որ լերան քակաթը գտնվեր։ Որոշ պատրաստությունը մի ետ բայրակապար հարցակեցան փերտին վրա, փշրեցին տուրը, մտան զնդանը, դուրս հանեցին փանդարգյալը ու իրենց ուսին վրա արած զայն իջեցուցին լեռնիվար եւ առաջնորդեցին զայն տեպի զրահավարը։ Այս գործողությունը արժեց Անգլիայի կառավարության այն ադեն 25 միլիոն դոլարի, որ այսօրվա դրամով կարժի 250 միլիոն։ Անգլիայի կառավարությունը այնպեսի մեծ արժեք տվավ իր քաղաքացիին, որ առանց վարանելու այդ գումարը ծախսեց զինք ազատելու համար։ Եթե մարմնավոր անձնավորությունը Անգլիայի կառավարությունը իրեն անդամ եղող իրեն սիտիզենին հոգադարության համար փանդեն ազատելու համար վաճառականի մը 25 միլիոն դոլար ծախսեց, բայց մարդ չգործունցուց մեկը չի մեռավ։ Ուր մնաց, որ Աստված երկինքը ցկեց, աշխարհ եկավ, խաչին վրա մեռավ, երրորդ օր հարություն արավ, որբեսի քեզի ընե երկնային թագավորության սիտիզեն։ Այսօր Եթովպիայի թագավորին ռազին բես սատանան ալ մեծ գծերպակալե ու կերի գնե։ Մեզ զնդանը արկելապագելու համար։ Բայց Աստված այնպեսի մեջ արժեք մտվավ մեզի, որ ամբողջ երկինքը ոտքի անեց,
ու իր միածին որդին հրամանատար նշանակեց, որբեսի մեզ սատանայի ջանքերեն ցերպազադե։ Հոս օրինակ մը դամ ուրիշ քիչմը դերևս զվարճալի է, բայց հետաքրքիր է։ Մենք մեր սառնարանին վրա էշ մտրված է։ Եվ այս սառնարին վրա էշը, փոքր էշ մնե, 4 ոտք ունի, քլուխը, պերանը, եւ ասոնք շարժուն դեսագեն են։ Այսինքն զսպանակներով բռնված են ոտքերը, եւ որ սառնարանը կփանաս, ոտքերը կշարժի էշին, քլուխը կշարժի էշին, բայց դեղ գեցած է։ Ինչո՞մ արասորնա ուդամ։ Երբեմն մենք այս աշխարհի վրա մեր ոտքերը կշարժին, ձեռքերը կշարժին, բայց մեկը սատանան կապած է մեզի չենք կնար որ աչի վերտա։ Դին էսպերա որ ցույց տամ ցեզի մեր էշը, որ սառնարանի վրա պակած է։ Նայեցեք։ Ամեն դեղը կշարժի, բայց ձեռքից մեջն է 1 սանտիմ արջև չի գնար երտալ կյանքի մեջ։ Ոչալ օգտակար կրնա դառնա։ Որովհետև բռնված է, սատանայով բռնված է, ոտքի լիտնից չգնագենա։ Եվ բادرազմի մեջ վիրավորվեցավ ու ինգավ, սակայն իր թափած արյունը ամրոցին թռները բացավ ու վիրավոր քերիներ ազատագրեց։ Ինձ մեզ սկսյալ, քեզ մեզ սկսյալ, մենք քերի էինք, կապած էինք, կուզեինք որ բան մնել չենք կրնար որոնել։ Սակայն Աստված իր սերը զոր մեր վրա ուներ, հայտնեց, որ երբ թեր մեղավոր էինք, Քրիստոս մեզի համար մեռավ, Հռոմայեցի 5:9, ազատագրելիք ուրիշ քերիներ ալգան մեր ասկագիցներեն, որոնք փրկության կգարոդին, աղոթենք, որ անոնք սատանայի քերուտեն են ազատելու դուրս կան այդ զնդանեն։ Այդ միջոցեն, այդ գաբեն, որ գապված են, կկալեն և կքործածեն, կխոսին, թե քրիստոնյա են, բայց գապված են կալ չունին, արդյոք քրիստոնյա ես, քանի հոգի այսօր վգայթուն ռազես, որ Հիսուսը գրնա փրկել քեզ և ես աբաշխարը իր։ Ես այսօր 65 տարի է, 70 տարի է գեղեցի երտամ։ Ես այս 70 դարվա շրջանին մադիս վրա կհամրեմ այնպեսի հավատացյալներ, որ Հիսուսը գվգային և որ փողոցը գելն են։ Մադիս վրա կհամրեմ։ Մտավորապես 7 եկեղեցիներու մեջ կործած եմ, Տերոջի շնորհքով իր փառքին համար։ Եվ շատ քիչվոր են, անոնք որոնք մտիկ կնեն խոսքի և դուրս կելեն, իրենց համար վերջացավ, ուրիշները իրենց համար հետաքրքիր չեն, որ երբ նայն թագավորության առաջնորդեն, Հիսուսի մասին խոսին, իրենց աղոթքերին հաչանեցին, դուրս ելան, այս խոսքը ոչ թե միայն մեկ եկեղեցի համար է, բոլոր եկեղեցիներուն համար է, որոնք ամեն մեկը դարբեր դինամիկներով կքարոզեն Տերոջի գործը։ Մենք բոլորս ամեն մեկը ռիս որ Քրիստոսը կճանչնանք, բարդավոր ենք վգայելու, որբեսի անոր ներկայությունը ավելի մոտ լա մեզի, ոչ թե էշին պես բանդարգված, որբեսի գարունանք իր փառքին համար ավելի մոտ ապրիլ, որբեսի հիվանդություններ չկան մեր վրան, բժշկություն ունենանք իր զորությունով մեր սրտերու միջոցով։ Դերը օրհնեցես եւ բահեցես, դեր իր սուրբ երեսը բայզարացնե, մեր հավատքը զորացնե, որ կարողանանք իր փառքին համար շնորհակալություն հայտնել ամեն մեկ բադարը, որ գտնենք մեր բեռնին մեջ ուլելու եւ ապրելու ամեն օր իր փառքին համար։ Այժմ ցեդեսություն մինչեւ հաջորդ հանդիպում։